Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այդ մանկապարտեզի աշխատանքները ընդունված չեն, բայց սակայն արդեն իսկ պետք է հանձնված լինեին։ Այսինքն մենք չենք ասել, որ այդ աշխատանքները ընդունված է եւ ներկայացնում ենք սխալ։ Այսինքն ինչպես կա, այդպես էլ ես ներկայացրել եմ եւ հիմա միացնեմ այդ տեսանյութի այդ հատվածը։ Աշխատանքները չավարտված գնումն է, բայց հեսա բանալը չի կարողանում ավարտին հասցնել, որ մի հատ էլ չավարտած ենք նկարում, հենց հարցը դրանում է կայա։ Տեսեք, իմ գործողությունների մեջ ոչ մի զրպարտանք, վիրավորական ոչ մի խոսք չկա։ Ինչի արդիվ թաղապետը իրան թույլ է տվել, որ զանգահարի ինձ, միտումնավոր եւ սպառնացել, ինչի ձայնագրությունը իր զանգի հրապարակվել է այն բանի համար, քանի որ նա հերքել է, ասել է ես ոչ մի վիրավորանք չեմ տվել, հրապարակումը տեսանյութ ձայնագրումը դրա համար է եղել, որ իր սուտը ոչ մի ձև չկարողանան մանիպուլացնել, այսինքն որից հետո նա վերահաստատել է, որ զանգել է եւ վիրավորել է, մտածված է։ Հիմա թաղապետի հարցազրույցից մի հատված է միացնում, որտեղ նա ասում է Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ժողովուրդ ջան, տեսեք, թաղապետը ըստ իր խոսքերի միտումնավոր է զանգել եւ ինձ սպառնացել։ Այն դեպքում, երբ որ ես որևիցե վիրավորանք չեմ արտահայտել եւ հիմա ասեք, իմ կողմից սադրանքը այդտեղ ինչու՞ է կայանում, որ իրանց այս իշխանության թալանն ենք բացահայտում կոռուպցիան, այդ է եւ դրա համար տեսանյութով շատ պարզ հստակ երևում է, թե ինչպես եմ ես միայնակ բարձացել եմ վերև դուռը նորմալ ձևի ծեծել եմ, բացել եմ հանգիստ տոնով, խոսացել եմ առասարը կոչ եմ արել, որ նրանք հանգիստ տոնով խոսան, որը իրանք հենց ինձ վիրավորել են եւ հետեւից հարվածել են եւ խմբակային ինձ վրա հարձակվել են, այդ տեսանյութը բոլորս էլ տեսել ենք եւ դա անհերքելի է։ Այսինքն սա ակնհայտ անհերքելորեն ապացուցում այն մասին, որ այդ ամբողջ գործընթացքը եղել է միտումնավոր կազմակերպված։